Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Մարտի 16-ին կլինիկական մահ ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա։ Լուրը ցնցեց բոլորիս։ Զարմանքն ու զայրույթը ավելացավ, երբ պարզ դարձավ, որ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշերով։ Այս պատմությունը հիշեցնում է դաժան ֆիլմի սցենար, որը ավելի խճճված է, քան կարելի է պատկերացնել։ Պարզվել է, որ երեխայի մայրը հեռացել է տնից փոքրիկին թողնելով ամուսնու մոտ, որը սակայն այդ երեխայի կենսաբանական հայրը չէ։ Նա մոր 4 երեխաներից միայն մեկի հանգամյա աղջկահայրն է։ Գործով կանոնավորվել է 1 անց տղամարդու զուգընկերուին, որը նաև մոր ընկերուին է։ Ըստ դատախազության հունվարից մինչև մարտի կեսերը երեխային ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Մորեղբոր խոսքով փոքրիկի ձեռքերն ու ոտքերը կոտրված են։ Այս ողբերգության ֆոնին ընտանիքի մասին իհայտ են գալիս սարսափելի մանրամասներ։ Մոր մյուս երեխաներից 2-ը խնամքի հաստատությունում են, հանգամյա դուստրը դեպքից հետո եւս տեղափոխվել է խնամքի կենտրոն։ Հարց է առաջանում. եթե մոր 4 երեխաներից 2-ը մանկատանն են եղել, որևէ մեկի մտքով չի անցել հետաքրքրվել մյուս երեխաներով։ Համոզված եմ, որ ոչ։ Հակառակ դեպքում 1 տարեկան երեխան ամիսներով չէր ապրի արյունակցական որևէ կապ չունեցողների հետ, տևական բռնության չէր ենթարկվի։ Համայնքային ոստիկանության, պատասխանատու այլ կառույցների մասին էլ չեմ խոսում։ Բոլորը կարծես զբաղված են ընդամենը դաժան դեպքերը արձանագրելով։ Այս ամենից ելնելով կարելի է արձանագրել, որ երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը մեր երկրում ձևական է։ Տեսեք, ունենք երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, մարզպետարանենկից ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ, համայնքներում խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ։ Ու դեռ տարիներ առաջ էր ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն ահազանգում այս մարմինների անարդյունավետության մասին եւ պահանջում բարեփոխումներ։ Ինչ է արվել։ Կարծում եմ պատասխանը պարզ է։ Թեմայի շուրջ զրուցել են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Աշխեն Դաշյանի հետ։ Տղնիկս չեն գտնում։ Ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Հայրը խեղդելու ճանապարհով սպանել է ոչ առողջ մտքի ազդեցության տակ, ծնողը կարող է սպանել սեփական երեխային։ Մի շարք խնդիրներ կան, որոնք նպաստում են, որ այս բռնության դեպքերը չբացահայտվեն։ Ուղղակի երեխուն տարել է այնտեղ ավելի ապահով է։ Մեկը, որ պատմության մեջ ունի արդեն իսկ իր սեփական երեխաներին վնասելու փորձառություն, ուղղորդվում է կամ աջակցության կենտրոն, կամ այլ ընտանիք։ Այդ ոչռագործությունը դա մարդկային երևույթ չէ։ Այս բանին երեխան լավ է, ինչ որ բան որ լինի, ես կասեմ։ Աղմկահարույց դեպքի վերաբերյալ դատախազության հաղորդագրության համաձայն հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը մեկամյա երեխային ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել, իսկ մարտի 15-ին փորձել են սպանել։ Դեպքերի այս ընթացքը հնարավոր էր կանխել, եթե այո, ապա ինչպես։ Իհարկե հնարավոր էր, եթե Հայաստանում գործեր կանխարգելման ինստիտուտը, բայց ցավոք իրավական համակարգում կանխարգելման ինստիտուտը չի գործում եւ մշտապես իրավունքի պաշտպանության ամենածայրահեղ միջոցի պատժի գործիքակազմ է կիրառվում։ Այնինչ համայնքային ոստիկանությունը, որ թիվ 1 պատասխանատուն է, կարող էր նախապես բացահայտել նմանատիպ ընտանիքները, նաեւ կանխարգելման ուղղված միջոցառումներ ձեռնարկել եւ գոնե մենք կամ կխուսափեինք նման հետևանքներից կամ գոնե նվազ վնասներ, այսպես ասած, կառաջանար։ Բայց իհարկե, քանի որ կանխարգելումը առկա չէ, մենք մշտապես ունենալու ենք նման խնդիրներ։ Ըստ տարածված տեղեկությունների մեկամյա փոքրիկի մայրն ունի եւս 3 երեխա եւ այժմ սպասում է 5-րդին։ Ինչ քայլեր պետք է ձեռնարկեն պատկան կառույցները այս ընտանիքի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար։
Առաջնային պաշտպանությունը մասնավորապես հենց այս իրավիճակում խնամքի հաստատությունում դեռևս պահելն է երեխաներին, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ իրավիճակում է դեպքի հանգամանքները պարզ դառնան, որովհետև եթե մենք գործ ունենք այնպիսի ծնողի հետ, ով հոգեբանական այնպիսի վիճակում է գտնվում, որ խնամք ու դաստիարակություն չի կարող իրականացնել, բնականաբար դեռևս պետք է պետության պաշտպանության ներքո երեխաները գտնվեն։ Սակայն եթե ծնողը հոգեբանական վիճակը կայուն է եւ այստեղ միայն նյութական, սոցիալական ապահովության խնդիր է, միանշանակ պետք է ապահովենք այդ հարցը, սակայն ամենակարևորը այս իրավիճակում ոչ միայն խնամքի կենտրոնում երեխաներին պահելն է, այլ նաեւ հոգեբանական աջակցություն ցույց տալն է, որովհետեւ ես համոզված եմ, որ երեխաները այս պայն ունեն շատ մեծ խնդիրներ հոգեբանական։ Նախ ծնողի հետ աշխատանքներ տարվեն հոգեբանի կողմից, նաև աշխատանքներ տարվեն սոցիալական աշխատողների կողմից եւ պետության համապատասխան իրավասու մասնագետները փորձեն ողջել ընդհանրապես ծնողը կայուն իրավիճակում է գտնվում հոգեբանական, թե ոչ, այսինքն խնդիրը սոցիալական է, միայն նյութական միջոցների բացակայությունն է եղել, թե ծնողի կողմից անպատասխանատվությունը, որովհետեւ ընտանեկան բռնության տեսակներից մեկը նաև անտեսումն է։ Եթե ծնողը երեխային անտեսում է եւ 2 ամիս օրինակ թողել է որևէ տարածքում, որտեղ երեխան փաստացի խոշտանգվել է, միանշանակ հարց է բարձրանում տվյալ ծնողի իրավունքների սահմանափակման, զրկման հարցը։ 2022 թվականին Ալավերդիում մայրը 2 տարեկան աղջկան նետել էր դեբետը։ Տարիներ առաջ Տավուշի մարզի Խաշթարակ գյուղում պապն ու դուստրը դաժան ծեծի էին ենթարկել 1-ից 9 տարեկան 7 երեխայի։ Նախորդ տարեվերջին էլ հայրը սպանել էր 3-ամյա որդուն։ Այս եւ մյուս բոլոր դեպքերում պատկան կառույցները միջադեպերի հանրայնացումից հետո են գործի անցնում։ Ինչու՞։ Յուրաքանչյուր կառույց իր իրավասության եւ լիազորությունների շրջանակում օրենքի կիրառման տեսանկյունից անգործության է մատնված։ Մասնավորապես մենք ստեղծել ենք օրենքները, կարգավորումները տվել ենք, բայց արդյունավետ գործիքակազմ չկա ստեղծված։ Նույնը համայնքային ոստիկանությունը օրենքը շատ լավ տիրապետելով կիրառումը չի կարողանում իրականացնի, որովհետև գործիքակազմ որպես այդպիսին պետության կողմից արդյունավետ ներդրված չէ։ Եվ ոստիկանությունը միայն դեպքի արդեն ծայրահեղ, երբ արդեն դեպքը տեղի ունեցել, այդ պահին է միայն արձագանքում։ Սակայն նախականխող որևէ գործիքակազմ որպես այդպիսին արկա չէ եւ միայն օրենքների ստեղծումը բավարար չեն խնդրի լուծման համար։ Երկրորդ կարևոր պատճառը այն է, որ սովորաբար յուրաքանչյուր կառույց չի ցանկանում այս ջանքեր գործադրի, որովհետեւ խնդրի պատճառները բարձր են։ Ինչ է ստացվում, դեպքը տեղի է ունենում, դեպքի անմիջապես հետո պատժի են վերցնում տվյալ պատասխանատու անձին, սակայն քննությունը այդպես էլ չի պարզում դեպքի մանրամասները, հատկապես ինչից են առաջացել այդ խնդիրները։ Իսկ դրանք ունեն շատ ավելի խորքային կարևոր հիմքեր։ Այսինքն խնդիրը պետք է ի սկզբանե փորձել բացահայտել։ Իսկ դրա համար պատկան մարմինները պետք է մի քիչ ջանք գործադրեն, որպեսզի կարողանան նման միջոցները հայտնաբերել։ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության երաստիճան համակարգը ստեղծվել է 2005 թվականին։ Այն ներառում է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, մարզպետարանների աշխատակազմերում ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ, համայնքներում խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ։ Ինչով են զբաղված այս կառույցները։ Նախ առաջին 2 կառույցների մասին կարելի ասել գրեթե երևի մի մասը հասարակության նույնիսկ տեղյակել չէ։ Ազգային հանձնաժողովները երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան 1 անգամ օրենքով նախատեսված, 1 անգամ 6 ամիսը 1 նիստ հրավիրելու այսպես ասած ընթացակարգ ունի, եւ այդ նիստի ընթացքում կրկին հավաքում են պետական մարմնի աշխատակիցները, համապատասխան հանձնաժողովի անդամներն են, ովքեր քննարկում են, բայց որևէ արդյունավետ միջոցառումների ծրագիր քաղաքականություն չի մշակվում, օրինակ այնպիսի պայմաններ ստեղծվում, որ երեխան անվտանգ ու առողջ միջավայր ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ խնամակալության ու հոգաբարձության մարմինները, ում վրա բավականին հսկայածավալ գործառույթներ են դրված, այնպիսի պատասխանատու որոշումների կայացնելու լիազորություն է տրված, այս մարմինները կոմպետենտ չեն։ Հանձնաժողովի անդամները երեխայի իրավունքներով համապատասխան մասնագետներ չեն, այսինքն հանձնաժողովներ կան, ովքեր հոգեբաններ չունեն, հանձնաժողովներ կան, ովքեր երեխայի հետ աշխատելու մասնագետներ չունեն, եւ հետեւաբար ոչ կոմպետենտ հանձնաժողովները չեն կարող արդյունավետ գործել։ Պետք է պետությունը մշակի հատկապես կանոնակարգեր, իրավական այնպիսի կարգավորումներ տա, որպեսզի այս հանձնաժողովները նախ լինեն կոմպետենտ մասնագետներ։ Այնուհետև գործիքակազմ պատժելու քաղաքականության այն համատեքստում, որ օրինակ եթե հանձնաժողովի որևէ անդամի կողմից կայացրած որոշումը երեխայի շահերից չի բխել, գոնե այդ անձը պատասխանատու լինի։ Սակայն մենք գիտենք, որ օրենսդրական կարգավորումները այնպիսին են, որ այդ խնամակալության հոգաբարձության հանձնաժողովների անդամները կոնկրետ գործիքակազմ չկա իրենց գործողությունների դեմ բողոքարկելու։
Ինչ պետք է փոխել, որպեսզի երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում չկրի ձևական բնույթ։ Արդյոք միջազգային փորձի տեղայնացումը կարող է լուծել խնդիրը, թե հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները անհրաժեշտ են այլ յուրահատուկ մոտեցումներ։ Եթե մենք ուսումնասիրենք այլ պետության կողմից ներդրված գործիքակազմը, հատկապես երեխայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բավականին արդյունավետ են, բավականին լավ գործիքակազմ է առկա, որը կարելի է նաև Հայաստանում մեջ բերել, սակայն իհարկե ոչ ամբողջ ծավալով, հաշվի առնելով նաև ազգային առանձնահատկությունները, սակայն այստեղ կարևոր է, որ յուրաքանչյուր մարմնի, ում վստահվել է գործառույթներ, այնուհետև պատասխանատվության միջոցի հարցը ևս բարձրացվի։ Այսինքն պետությունը պետք է մշտապես հաշվետվություններ պահանջի այն մարմիններից, ում վստահել է լիազորությունները, այսինքն արդյոք կատարվել են դրանք թե ոչ։ Այսօր որևէ պետական մարմին իր լիազորությունների շրջանակներում որևէ գործառույթ իրականացնելուց, թերանալու կամ որևէ դրանք անգործության մատնելուց որևէ պատասխանատվության միջոց չի սպասվում։ Եվ այդ պատճառով էլ տիրում է այն մթնոլորտը, ինչ որ հիմա մենք ունենք։ Շատ կարևոր է իրազեկվածության տեսանկյունից ծնողների առումով։ Ի վերջո երեխաների իրավունքների պաշտպանության նաև պատասխանատու են ծնողները։ Եթե ծնողները թերացել են, եթե ծնողները անտեսել են երեխաներին, այստեղ շատ կարևոր է, որ պետությունը առաջնային վերցնի պաշտպանություն նաև ծնողի, այսինքն հասկանալու խնդիրը անկայուն հոգեբանական ծանր վիճակում գտնվող ծնողների դեպքում աջակցություն ցուցաբերի։ Իսկ եթե այդ ծնողները ի վիճակի չեն երեխայի խնամքը իրականացնել, ապա վերցնի նաև խնամքի պաշտպանությունը իր վրա։ Այսինքն այստեղ կարևոր է երկու պաշտպանության մեխանիզմ։ Առաջինը հենց պետական մարմինների աշխատանքի արդյունքում, երկրորդը նաև հասարակությանը իրազեկելու արդյունքում։ Չկա ավելի սարսափելի բան, քան անօթևան մնալու վտանգը։ Ով երբևէ նման փաստի առաջ կանգնել է, կհաստատի, թե ծանրագույն ինչ ապրումների միջով պետք է անցնել։ Փարաքարում ծավալած Իսախանյանների ընտանիքը ամեն օր սկսում է նույն վախով։ Դուռը կարող է ցանկացած պահի բացվել եւ նրանց ուղղակի ասեն՝ դուրս եկեք։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 43-ամյա Լուսինեն, ամուսինն ու 3 անչափահաս երեխաները ապրում են ժամանակավոր կացարանում։ Տանտերը արդեն զգուշացրել է, եթե կարճ ժամանակում չվճարեն պահանջվող գումարը, ընտանիքը կհայտնվի փողոցում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Իսախանյանները մեկ այլ լրջագույն վտանգի առաջ են կանգնած։ Միջնեկ որդի 3-ամյա Նայիրին չի կարողանում քայլել։ Բժիշկները պնդում են, անապահ վիրահատություն է անհրաժեշտ, այլապես երեխան ամբողջ կյանքում կարող է գանվել հաշմանդամի սայլակին։ Մինչդեռ վիրահատության արժեքը մոտ 3 միլիոն դրամ է։ Ընտանիքի համար անհասանելի գումար։ Սոցիալական ծանր պայմաններին գումարվում են նաև ծնողների առողջական խնդիրները։ Լուսինեն առանց հենակների չի քայլում, ամուսինն էլ ֆիզիկական աշխատանքի լուրջ սահմանափակումներ ունի։ Ընտանիքի հիմնական եկամուտը նպաստն ու հաշմանդամության թոշակն են, որոնք չեն բավարարում անգամ տան վարձը վճարելուն։ Ու հիմա ծնողները չգիտեն, թե գլուխները որ պատին տան, ինչպես լուծեն անլուծելի թվացող դիլեման՝ տան վարձը վճարել, թե երեխայի բուժման գումարը հավաքել։ Ժամանակը սակայն չի սպասում։ 3-ամյա Նայիրի ապակին հնարավորությունները նվազում են, ընտանիքի հույսը ևս։ Հարգելի հեռուստադիտող, աջակցենք այս ընտանիքին ով ինչով կարող է։ Սա այն դեպքերից է, երբ անգամ ամենաչնչին գումարը կարող է ճակատագրական լինել եւ փրկել մի ամբողջ ընտանիքի։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի դժբախտության դիլեման տեսանյութը։ Վախենալն ու մտածել է դա, որ ամեն վարքյան հենց հիմա կաղադուրը բացի ու ասելի մարդեն բերի։ Ու մենք չգիտենք ուր են գնալու։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 43-ամյա Լուսինեի ընտանիքում ամեն օրը սկսվում է նույն բախով, որ կարող են պարզապես դուռը բացել ու ասել դուրս եկեք։ Օդանավակայան տանող ճանապարհի այս հատվածում փայտ է տնակում, երկու ամուսինները 3 անչափահաս երեխաների հետ վարձով են ապրում։ Տանտերն արդեն զգուշացրել է, ժամանակը կարճ է։ Եթե գումարը չգտնեն, 3 որդիների հետ կհայտնվեն փողոցում։ Մեկ ամի ժամանակ կա տվել, որ կամ այդ մնացած գումարը կարողանանք ճարել, կամ այսպես ասած վաճառումը։ Ամեն վարքյան հնարավոր է, որ կան ասեն, այս տունը առել ենք ու դուք դուրս եկեք։ Տնից տուն տեղափոխվելուց արդեն հոգնել են։ Ամեն անգամ կյանքը մի ճամպրուկում հավաքած 3 երեխաների հետ ամուսինները տնից տուն են տեղափոխվում։
Միջնեկ որդին 3-ամյա Նաիրին առողջական խնդիրներ ունի, չի կարողանում քայլել։ Անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ 2 ոտքերի ջլերը պիտի առանձնացվեն հաշմանդամի սայլակին չհայտնվելու համար։ Երեխայի վիրահատության ընդհանուր ծախսը մոտ 3 միլիոն դրամ արժե։ Լուսինեն ասում է, որքան տղան մեծանա, այնքան վիրահատելը ավելի դժվար է լինելու։ Բժիշկներն ասել են, քանի դեռ հնարավոր է, պետք է բժշկական միջամտությունը անհապաղ անել։ Վերականգնողական բուժումներ պետքա լինի, անգամ կոնսուլտացիաների եմ ես տարել, բոլորը վճարովի է։ 5 տարեկան Նարեկն էլ խոսքի խնդիր ունի, իսկ փոքրիկ Նոյը նոր է ծնվել։ 2 ամիս է ինչ տեղափոխվել են այս տուն, սակայն ոչ հոսանք կա, ոչ տաքություն, սրտնեղում է Վարդանը։ Ընտանիքի հայրն էլ առողջական խնդիրներ ունի։ Ոտներս չաշկեկը թույլ է։ Ասենք իմ ոտի սնուցումը չաշկեկից վերև նորմալ է, չաշկեցից ներքև ու չաշկեկի հատվածը շատ թույլ է։ Իմ ոտները ասենք մի թեթև բան կապնելուց ընթացքում իմ ոտը տեղից ընկնում է անջատվում է։ Հետի կարող է տևի մի ժամ, 2 ժամ կամ մի օր։ Մինչև պատուհասած դժվարությունները ինչ որ կերպ հոգացել է ընտանիքի հոգսը։ Ասում է, ամենակարևորը երջանիկ էին։ Երեխայի հիվանդությունն իմանալուց հետո դժվար է եղել միաժամանակ հիվանդ տղային ու կնոջը խնամելը։ Այդ իսկ պատճառով էլ հիմա հիմնական աշխատանք չունի, գումարային լուրջ խնդիրների առաջ են կանգնել ու ստեղծված իրավիճակից ինչ որ կերպ դուրս գալու համար չգիտեն ումից օգնություն խնդրեն։ Վարդանը վաճառելու ոչինչ էլ չունի, երեխան մեծանում է, բայց առողջական խնդիրներն ու ժամանակը չեն սպասում։ Եթե վերահատություն չունի, Աստծո ոչան լուսնի կարգավիճակ։ Երեխաս ոչ մի անգամ ոչ մի անգամ ոտը գետնին չի կանգնի, կիա խոդով չի կարելի։ Ավտոմատին կդառնալ հաշմանդամ, կալասկի վրա մարդ։ Ոչ իր խոդով ոչ մի ձև։ Ու ես կյանքամ դա չեմ ցանկանում, թեկուզ իմ կյանքի գնով երեխաս պիտի անա ոտի։ Ես չեմ ցանկանում իմ երեխուն իմ կնգայի կարգավիճակ ընտենամ։ Ընտանիքի խնդիրները վերջ չունեն, կնոջ վիճակը գնալով ավելի է վատանում։ Ամուսնու չաշխատելու պատճառով էլ ոչ երեխայի վիրահատության դեղորայքի հարցն են կարողանում լուծել, ոչ էլ սննդամթերքի։ Ընտանիքի ապրուստի միակ միջոցը Լուսինեի 39,000 դրամ թոշակն է ու երեխաների 50 ու 36,000 դրամ նպաստը։ Լուսինեն առանց հենակների չի կարողանում քայլել, տան գործերը ծնկների վրա է անում։ Ամուսինը երբեմն ավտոլվացման կետում օգնական է աշխատում, վիրահատված է։ Իսկ վիրահատության համար պարտքով վերցրած 1 միլիոն դրամը հիմա հարկադիր կատարման մարմնում է, որը վաղուց է կրկնապատկվել։ Տան վարձը 150,000 դրամ է, չեն կարողանում տան վարձը տալ ու նաև երեխայի բուժման գումարը հավաքել։ Այդ խոնավությունը, որ ավտոմատից վարշե չի կարելի, բայց այսօր ոչ մեկը պարտավոր չի ուրիշ երեխեքին պահի։ Պարտավոր եմ երեխային հետ գցել ու պարտավոր եմ երեխեքի սնունդը ու հացը ջուրը հասցնել։ Դե գնալուց էլ ասենք օրինակ մեքենան լվանում են, որտեղ ինքը ջրի հետ կապված չի կարում, միանգամից sense ոնց որ ոտքերը միանգամից քարանա։ Մեքենան լվանում են, ինքը ընդհանրում են չորացնում է կամ պիլասոս անում։ Այդ էլ ամեն մեքենայից մի 500 դրամ 700 դրամ այդպես։ Այս կինը ձեռքից եկածն անում է, ժամանակին նույնիսկ տնից հեռախոսավարուհի աշխատել, որ ինչ որ կերպ ձեռք մեկնի ամուսնուն, նրան մենակ չթողնի։ Ասում է յուրաքանչյուր կնոջ առաքելությունն ու երջանկությունը մայրությունն է, հիմա միայն դա է իրեն ուժեղ ու անպարտելի դարձնողը։ Լուսինեի սակայն ամեն օր պաշարում է երեխայի երբևէ քայլել չկարողանալու սարսափելի միտքը։ Մղձավանջից դուրս գալու հույսը ամեն օր մարում է։ Եթե ցավին կարողանար հաղթել, նախկինի պես կաշխատեր։ Արցունքները հազիվ զսպելով ասում է, հիմա կկարողանար փոքրիկների սովորական ցանկությունները կատարել։ Որ գոնե էս կարողանայինք էս մեզանով անեինք, մնացածը մեր փոքրիկի համար արդեն այդ գումարները, որը բարձ ենք տալի, արդեն երախու հարցերը կլուծեինք։ Չեմ ուզում դաժե ուղեղի ծերով անցկացնեմ, որ երեխես չի կարող քայլի։ Չեմ էլ ուզում մտածեմ, որ երեխես կարող հաշմանդամ մնա։ Հիմա ծնողները երազում են այն օրվա մասին, երբ էլ հարկադրված չեն լինի ավագ որդուն տանջող միջնեկ եղբոր առողջական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերին պատասխանել։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրենկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Թոքի քաղցկեղը մշտապես ամենատարածված տեսակների շարքում առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում։ Դինամիկ փոփոխությունները ոչ մեկ չի կարող հեքել։ Այն ինչ քաղցկեղածին տարեր ունի, շատ են ուտում։ Ինչ են ուտում եւ որքան, սա եւս հաշվարկ է մեր օրգանիզմի համար։ Շարունակում են հիմնականում հայտնաբերել վերջին 4-րդ փուլում, երբ ուռուցքն արդեն հեռավոր օրգաններին է հասել։ Միայն ռիսկի գործոնների հանելն է
մեծ օգուտ տալիս։ Սառցախցիկում այն պահեք, քաղցկեղածին վտանգները կնվազեն։ Կամ պարագայում եւս մենք այդ քննին կարող ենք բախվել։ Ընկալումը փոխվել է, ուզում են լսել ճիշտ է։ Օրիգինալը կա, օրիգինալը չկա։ Չգիտեմ ինչ եղավ։ Ինչ անել օրինակ ջրի մեջ եղած մկնդեղի հետ։ Կարող է առաջանալ քաղցկեղածին ռիսկեր։ Ինչ անի կամ ինչ կարող է անել առողջապահության նախարարությունը։ Պետք է անպայման միջոցներ ձեռնարկվեն օդի որակի բարելավման համար։ Էսթետիկ բժշկության ոլորտի չակ ելտավոր մասնագետների զոհերն են։ Անհայտ ծագման պրեպարատ ներարկվել։ Բոլոր այս դեպքերում իր սև գործը ֆիլլերն է արել։ Առնվազն չես օգնելու, որոշ դեպքում կարող ես վնասել։ Թվացյալ անշար այս պրոցեդուրան ոչ մասնագետի ձեռքով իրականացնելու դեպքում կարող է մարդու վրա շատ ծանր նստել։ Իրանք կարող են խցանվել, առաջացնել իմբոլիա, իշեմիա։ Ինչ որակավորում ունեն աշխատակիցները, հնարավոր չի ասել։ Եթե ինչ որ ոլորտում պետական վերահսկողությունը բացակայում է, ապա առաջանում են մեծ խնդիրներ։ Պետք է աշխատել սահմանված նորմերին համապատասխան։ Կար նաև այսպես քաղաքական կամքի դրսևորման խնդիր։ Ժամավճարով օնլայն սեանսներ, բազմապիսի հոգեբանական թերապիաներ վկայակոչում են մի ամբողջ հիմնարար գիտակարգ, որին չեն տիրապետում։ Այն, ինչի մասին խոսենք հաջորդ տեսանյութում, առնչվում է յուրաքանչյուրից։ Հետևաբար խնդրեմ հետևել հատուկ ուշադրությամբ, որպեսզի Աստված մի արասցե չկանգնեք դաժան փաստի առաջ։ Եվ ուրեմն, վերջին 7 տարիներին Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների թիվը աճել է մոտ 20%-ով։ Պատկերացնում եք, բարձ թվաբանությամբ սա նշանակում է, որ 100,000 բնակչության հաշվարկով հավելյալ 20,000 մարդ վերջին 7 տարիներին հիվանդացել է քաղցկեղով։ Աշխարհում եւս նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ, բայց ոչ այսպիսի մասշտաբներով ու տեմպերով։ Իսկ ո՞րն է պատճառը։ Մասնագետները պնդում են, որ քաղցկեղածին հիվանդությունների աճի հիմնական գործոններից մեկը Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակն է։ Մեքենաների արտանետումները, շինարարական փոշին եւ արդյունաբերական աղբյուրները ձևավորում են վնասակար մասնիկների կուտակումներ, որոնք հեշտությամբ ներթափանցում են մարդու օրգանիզմ, ու երբ նման վիճավայրում երկար եք գտնվում, կտրուկ մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը, հատկապես շնչառական համակարգում։ Սակայն այս խնդիրը բազմագործոն է։ Օդի աղտոտվածությունից զատ վճռորոշ դեր ունեն նաև կենսակերպը, ծխելը, սննդակարգը, գենետիկ նախատրամադրվածությունը։ Բայց սա էլ ամենը չէ։ Իսկ գիտեք, որ միսն ու կարակն էլ կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը։ Այո, մի զարմացեք։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման վերամշակված միսը, օրինակ երշիկեղենը, համարվում է քաղցկեղածին։ Այն վտանգավոր է հատկապես հաստ աղու համար։ Քիչ անց սննդաբանը կարևոր խորհուրդներ կտա, որոնց ականջալուր լինելը բխում է ձեր իսկ շահերից։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք մահը ափսեի մեջ եւ օդում։ Եթե նախորդ դարավերջին, ավելի կոնկրետ 1995-ին Հայաստանում 15 տարեկանից բարձր տարիքային խմբերում հայտնաբերված նորագոյացության ցուցանիշը 100,000 բնակչի հաշվով 178 էր, ապա գրեթե 3 տասնամյակ անց այս թիվը հատում է 500-ի շեմը։ Սա պաշտոնական վիճակագրությունն է, առողջապահության նախարարության հրապարակած 2025-ի տարեկան զեկույցը։ Շատ լավ արտահայտություն կա փիլիսոփայության մեջ, ստատիստիկան դա հստակ գիտություն չէ։ Այսինքն տարբեր դատաբազաները տարբեր տվյալներ են հրապարակում, բայց եւ այնուամենայնիվ ես կարող եմ ասել, որ ինչքան էլ տվյալ պահի դատաբազայի տվյալը մեկից դուրս չգա, մյուսին դուրս չկա, տեսնելով այլ պատկեր ինքներս մեր պրակտիկայում, ես կարող եմ ասել, որ դինամիկ փոփոխությունները ոչ մեկ չի կարող հերքել։ Կրծքային վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանն իր աշխատանքային պրակտիկայից է օրինակ բերում, կենտրոնանում է ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում ամենամեծ տարածումն ունեցող քաղցկեղային հիվանդություններից մեկի վրա։ Այս հիվանդության հետազոտությունների համաշխարհային հիմնադրամի տվյալներով թոքի քաղցկեղը մշտապես ամենատարածված տեսակների շարքում առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում։ Մեծացել է հայտնաբերելիությունը, ինչ է հայտնաբերելիությունը, դա միավոր ժամանակահատվածում տվյալ դեպքում տարվա ընթացքում առաջնային ախտորոշված բուժառուների բացարձակ թիվն է։ Եթե առաջ մենք խոսում ենք 700-800 մարդու մասին, այս պահին մենք խոսում ենք մինչև 1200 հոգու տարեկան առաջնակի ախտորոշվածների մասին։ Սա վերջին 5 տարիներին, եթե 15-ից բարձր տարիքում կյանքում առաջին անգամ նորագոյացության հայտնաբերման ընդհանուր թվերին նայենք, ապա նույն ժամանակահատվածում տարբերությունը մոտ 20% է։ Ընդամենը 5 տարի առաջ 2020-ին ցուցանիշը 427.8 էր, հիմա 513.1։ Ընդ որում վիրաբույժը Սուրյանկյան հետ զրույցում նշում է, կոնկրետ թոքի քաղցկեղը մեր երկրում շարունակում են հիմնականում
հայտնաբերել վերջին 4-րդ փուլում, երբ ուռուցքն արդեն հեռավոր օրգաններին է հասել, դրանց վրա տարածվել։ Ցավոք սրտի վարքագիծը հիվանդությունը չի հարցնում եւ չի սպասում վարքագծին։ Եթե մենք խոսում ենք սիրտանոթային եւ մետաբոլիկ հիվանդությունների մասին, մեծամասամբ դա կապված է հիվանդի վարքագծից։ Ուռուցքային հիվանդության դեպքում միայն ռիսկի գործոնների հանելն է մեծ օգուտ տալիս։ Նույն թոքի քաղցկեղի դեպքում մասնագետներից մշտապես առաջինը լսում ենք, թե հենց ծխախոտն է այս հիվանդության համար մեկ թշնամին, բայց ռիսկի գործոնների ցանկը բնականաբար ավելի երկար դեռ հնարավոր է շարունակել գենետիկ նախադրամադրվածությունից մինչև ֆիզիկական անգործություն եւ աղտոտված օդ։ Ռիսկի գործոններից է նաև սնունդը, հնարավոր ամենաանմեղը, որ կարելի է պատկերացնել այս շարքում։ Ինչ ենք ուտում եւ որքան, սա եւս հաշվարկ է մեր օրգանիզմի համար։ Եվ մինչեւ մենք ընտրություն ենք կատարում արագի, համեղի եւ հարմարի միջեւ, նույն այս ընթացքում մեր օրգանիզմը վճարում է դրա դիմաց։ Գրեթե բոլոր խմբերում, որը մարդու սննդակարգը պարունակում է, եւ օրինակ հատիկեղենի եւ ալերային հիմքով մթերքների խմբում ունենք քաղցկեղածին տարրեր, եւ մրգի եւ բանջարեղենի խմբում ունենք եւ մսամթերքի եւ կատնամթերքի։ Էկոկենտրոնի սննդի ռիսկերը գնահատող խմբի ղեկավարը պարզաբանում է, ալերային հիմքով մթերքներում քաղցկեղածին տարրերը իհարկե նույնը չեն, ինչ օրինակ միրգ բանջարեղենի մեջ, բայց հետազոտությունները փաստում են, ռիսկի գոտում են բոլոր այն մարդիկ, ովքեր թվարկված շարքի մեծաքանակ սպառողն են։ Ասած այն ինչ քաղցկեղածին տարրեր ունի, շատ են ուտում։ Այսինքն անգամ եթե նույն տարը քաղցկեղածին վտանգը կա բոլոր սննդամթերքների մեջ, բայց մարդիկ օրինակ քիչ չափականակներով են օգտագործում, հնարավոր է տվյալ մարդու մոտ ռիսկը չգերազանցի եւ նույն ուտելիքը օգտագործող մարդը, որը հաճախակի մեծ չափականակներով է օգտագործում, ունենա քաղցկեղածին ռիսկ։ Ընդ որում փորձագետն ասում է, մեկ այլ խնդիր է սննդամթերքի պահպանումը, չորացված մրգերի օրինակն է բերում, սառցախցիկում այն պահեք, քաղցկեղածին վտանգները կնվազեն։ Նույն բորբոսասունկը կարող է առաջանալ նաև տանը, ոչ մեկի համար դա գաղտնիք չէ, որ դուք կարող եք այո գնել, ձեռք բերել եւ չլինի բորբոսասունկ, բայց խոնավության պայմաններում հատկապես գիտեք, խոհանոցում, որտեղ ճաշ են պատրաստում, որտեղ խոնավությունը բարձր է, շատ կարևոր է, որ սննդամթերքի պատշաճ պահպանումը լինի նաև տանը։ Այսինքն միշտ չէ, որ մենք ձեռք ենք բերում ուտելիքը, որի մեջ առկա է կամ բորբոսասունկ կամ աֆլատոքսին, բայց տան պարագայում եւս մենք այդ խնդրին կարող ենք բախվել։ Սննդակարգն ինչ որ կերպ հնարավոր է սահմանափակել, բալանսավորել, նաև վերահսկել, այսպես ասած, ռիսկային սնունդ օգտագործելու հաճախականությունը, իսկ կենսական նշանակության ջուրը մի կողմից խորհուրդներ կարելի է լսել օրական հնարավորինս շատ ջուր խմելու վերաբերյալ, մյուս կողմից ինչ անել օրինակ ջրի մեջ եղած մկնդեղի հետ։ Հատկապես ոչ օրգանական մկնդեղը ունի քաղցկեղածին ազդեցություն, եւ եթե մարդը օրինակ մեծ քանակով ծորակի ջուր է օգտագործում, անգամ փոքրիկ չնչին պարունակության դեպքում կարող է առաջանալ քաղցկեղածին ռիսկեր։ Ամենաանմեղ ջրից անցում ամենաքննարկված աղտոտված օդին, հատկապես մայրաքաղաքային, սա էլ առողջապահության փորձագետի առաջարկն է։ Բժշկագիտության տեխնացու Լիլիթ Կուջոյանի գնահատմամբ էլ բոլոր քաղցկեղածին ռիսկերը, որ առկա են Հայաստանում, ավելի սուր են, քան տարածաշրջանի մյուս երկրներում։ Անհրաժեշտ են պարբերական բուժզննություններ, այսինքն միշտ դեռ խորհրդային տարիներին այսպես կոչված դիսպանսերիզացիա բառը երևի կհիշեք շատ խիստ իրականացվում էր, ինչը որ մեր նորանկախ տարիների ընթացքում պարբերաբար եղել է լավ մակարդակի վրա, բայց հիմնականում վերահսկվող չի եղել։ Եվ մինչև բժիշկը համակարգային վերահսկողության հարցն է ընդգծում, սննդի ռիսկերը գնահատող Դավիթ Պիպոյանը պնդում է, ուտելիքում քաղցկեղածին տարրերի հայտնաբերումը թանկարժեք գիտհետազոտություն է, շեշտում է թանկարժեք, բայց եւ կենսական կարեւորություն ունեցող, սակայն այստեղ նույնիսկ պետական աջակցություն չկա։ Մենք օրինակ այդ բոլոր հետազոտությունները իրականացրել ենք տարբեր գիտական դրամաշնորհների բյուջեներով, որովհետև սա շատ կարևոր է։ Ես միշտ նաև պատկան մարմինների հետ հանդիպման ժամանակ եմ ասում, որ սա չպետք է լինի գիտնականի բարիկամքի դրսևորում։ Անկամ եթե օրինակ եղել են, որ տեղական դրամաշնորհներ են եղել, սա միշտ ես շեշտում եմ, այո, եղել են դեպքեր, երբ դրամաշնորհը եղել է տեղական մեր գիտության կոմիտեի կողմից, բայց դա նշանակում է, որ այդ դրամաշնորհը մրցակցային է, դու պիտի հաղթես։ Այսինքն այդ նույն հավանականությամբ ես կարող եմ օրինակ գիտական թեման որոշեի ոչ թե սննդի քաղցկեղածին ռիսկերը, այլ
օրինակ այլ թեմա որոշ է իրականացնեի։ Մարդիկ իրենց առողջությանը չեն հետևում, ռիսկային գործոններ պարունակող վարքագիծ են դրսևորում, օնկոլոգիական հիվանդություններն ավելանում են։ Ինչ անի կամ ինչ կարող է անել առողջապահության նախարարությունը։ Առողջապահական կազմակերպիչն ամենասկզբից է սկսում, հասնում ամենավերջը։ Պետք է անպայման միջոցներ ձեռնարկվեն օդի որակի բարելավման համար։ Սա ամենահասարակ, ամենաառաջի քայլն էր, որ նախ եւ առաջ պետք էր անել։ Ահա խնդրեմ ձեզ առողջապահության ապահովագրությունը։ Խմբերը, որոնք որ ներառված են դրանում, ուրեմն այն խմբերը չեն, որում կարելի է կանխարգելել օրինակ քաղցկեղ։ Այսուհանդերձ վիրաբույժը բուժառուների շրջանում փոփոխություն տեսնում է դարձյալ 5 տարվա համեմատությամբ։ 2020-ին մարդիկ վախենում էին քաղցկեղ բառից, սպիտակ խալաթավորներին խնդրում էին հիվանդին չասել ախտորոշման մասին։ Հիմա բժշկի պնդմամբ ընկալումը փոխվել է, ուզում են լսել ճիշտը, հիվանդության դեմ նաև արդյունավետ պայքարելու համար։ 5 տարի առաջ մարդիկ մեծ հաշվով չէին ուզում խորանալ բուժման մեջ։ Այս պահին բոլորին հետաքրքրում է ինչ դեղորայք պետք է ստանան, որ երկրի արտադրանքն է ավելի լավը։ Օրիգինալը կա, օրիգինալը չկա, չգիտեմ ինչ եւ այլն։ Եվ նույնիսկ երբ նոր թվերն ու ցուցանիշները վկայում են հիվանդության տարածման մասին, իրական կյանքում ամենօրյա ընտրությունները, վարքագիծը, սննդակարգը փոքր ու թվում է աննշան քայլեր են, որոնք կարող են տարբերություն ստեղծել, բայց մասնագետների համոզմամբ, երբ գիտելիքն ու պատասխանատվությունը իրար են հանդիպում, կարելի է նույնիսկ ճակատագրական թվերը դարձնել հնարավորությունների նոր շեմ ու քաղցկեղը դատավճիռ չդարձնել։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանգյուն։ Այո, առողջապահության թեման վերջին շրջանում դարձել է օրակարգային։ Հասկանալի է, որ դրա հիմնական պատճառը առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն է, սակայն մի ուրախալի փաստ եւս պետք է արձանագրել։ Սա խթանել է, որպեսզի մարդիկ սկսեն ավելի շատ հետաքրքրվել սեփական առողջությամբ։ Ասենք ապահովագրության համակարգի շրջանակում որ ծառայությունն է փոխհատուցվում, որը ոչ, ինչպես է հնարավոր կանխարգելել այս կամ այն հիվանդությունը եւ այլն։ Այդուհանդերձ քննարկումներից դուրս է մնում մի շատ կարևոր խնդիր՝ հոգեկան առողջությունը։ Հենց այստեղ է թաքնված վտանգը։ Համացանցը ողողված է հայտարարություններով, որտեղ իրենց հոգեբան անվանող անձինք խոստանում են տարբեր թերապիաների միջոցով լուծել ցանկացած հոգեբանական խնդիր։ Կասեք, դրանում վատ բան չկա, որտեղ պահանջարկ, այնտեղ էլ առաջարկ։ Բայց հարց է առաջանում. իսկ ովքեր են այդ մասնագետները։ Արդյոք պետությունը տալիս է երաշխիք, որ դրանք իսկապես հոգեբան են։ Ցավոք, ոչ։ Այս դաշտը բարձի թողի վիճակում է։ Ցանկացած մարդ կարող է հայտարարել, որ հոգեբան է եւ մատուցել անվերահսկելի ծառայություններ։ Գրեթե նույն իրավիճակը էսթետիկ բժշկության ոլորտում է։ Ներարկումների միջոցով դեմքի փոփոխություններ իրականացնող հարյուրավոր կենտրոններ այսօր դուրս են պատշաճ հսկողությունից։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սպիտակ խալաթով այդ անձինք իրականում տիրապետում են բարդ պրոցեդուրաների ներբություններին եւ գիտակցում հնարավոր հետևանքները։ Ասվածի ապացույցը քաղաքացիների հաճախակիացած բողոքներն են, ոչ վաղ անցյալում արձանագրվեցին նաեւ մահվան 2 դեպք։ Մենք պարտավորված ենք զգում հետևողականորեն բարձրաձայնել այս թեման, թակել պատկան կառույցների դռները եւ հասնել շոշափելի փոփոխությունների թե օրենսդրական, թե պրակտիկ հարթակներում։ Չէ՞ որ խոսքը մարդու կյանքի մասին է։ Արմեն Աթալյանի ներկայացման հերթական արարը վերնագրել ենք «Երբ դահիճը սպիտակ խալաթով է»։ Ոչ լիցենզավորված բժշկի կողմից կատարված աշխատանքը։ Անհայտ ծագման պրեպարատ է ներարկվել կզակի հատվածում եւ շրթունքների հատվածում։ Էսթետիկ բժշկության ոլորտի չակերտավոր մասնագետների զոհերն են, ովքեր պարբերաբար հայտնվում են բժիշկների կաբինետներում էսթետիկ պրոցեդուրաների ծանր հետևանքները շտկելու համար։ Արժեք են հարցնում, կարծում եմ, որ իրենց չի գոհացնում իմ նշված արժեքները ու մի քանի ամիս հետո իրենց բարդության նկարներն են ուղարկում։ Բոլոր այս դեպքերում իր սև գործը ֆիլլերն է արել։ Ֆիլլերը գելային հեղուկ է, որը շատերի կարծիքով օգտագործվում է շուրթերի ծավալը մեծացնելու համար, սակայն այդ միջոցը կիրառվում է նաև դեմքի որոշ հատվածների, օրինակ քթի կորեկցիայի համար։ Թվացial անշար այս պրոցեդուրան ոչ մասնագետի ձեռքով իրականացնելու դեպքում կարող է մարդու վրա շատ ծանր նստել։ Իսկ միթե այս ոլորտում չկան նորմեր, որոնց պետք է հետևի կենտրոնը, որը մատուցում է էսթետիկ բժշկության ծառայություններ։ Քանի որ քիթը շատ փոքր օրգան է ու կան անոթներ, իրանք կարող են խցանվել, առաջացնել իմբոլիա, իշեմիա, ինթուբ մինչև նեկրոզ, այսինքն երբ որ մեռուկանում է հյուսվածքը։ Սա արդեն նեկրոզի առաջնային փուլն է ոնց որ ու վիրահատությունը տվյալ պացիենտի տևել է 7 ժամ։
ընդհանրապես մի րոպեվա սխալ ներարկումով այս աղջիկը 7 ժամ գտնվել է ընդհանուր անզգայացման տակ։ Էսթետիկ բժշկության ոլորտում առաջադրված ամենակարևոր պահանջներից մեկը բժշկի մասնագիտական որակավորումն է եւ համապատասխան մարմինների կողմից հատկացված լիցենզիան։ Ներարկել են միջհոնքային հատվածում ֆիլիար, որը որ չի թույլատրվում, ու նման խնդիր է առաջացել պացիենտի մոտ, տուժել է աչքը, քանի որ այստեղ անոթավորումը սերտ փոխկապակցված է մեկը մյուսով, քանի որ գելային հիմք ունի, ինքը կարա խցանի անոթը առաջացնում է արյան շրջանառության կանգ կամ խախտում, դրա հետևանքով ընդհանուր մինչև տեսողության խնդիր կարող է առաջանալ։ Քաղաքներում ամեն փողոցում կարելի է էսթետիկ բժշկության ծառայություններ մատուցող մի քանի հաստատություն գտնել։ Ինչ նյութեր են օգտագործում, ինչ որակավորում ունեն աշխատակիցները, հնարավոր չի ասել։ Վերահսկողությունն այս ոլորտում մեղմ ասած կաղում է։ Արդյունքում օգտվում են ճարպիկ, չակելտավոր մասնագետները։ Դժվար չէ մատնահարդարման հետ մեկտեղ 1-2 ներարկում էլ անել։ Գիտակցելով, որ ինքը բժիշկ է, ծախսել է երկար տարիներ, անքուն գիշերներ, այդքան բարդ ճանապարհ անցել, պլյուս թանկ պրեպարատները, երբ որ գումարվում են իրար, չեն կարող ուղղակի 15-20 հազար դրամ արժենալ։ Այդ արդեն մեծ սիգնալ է, որ պետքա բուժառուն հասկանա, որ չի կարա բժիշկը որակյալ պրեպարատ ներարկի ինչ որ X մատչելի արժեքով։ Իրականում համացանցի հայաստանյան տիրույթում առանց դժվարության կարելի է գտնել հայտնի բրենդների ֆիլերի մատչելի տարբերակներ։ Չի բացառվում, որ դրանք կրկնօրինակներ են։ Այս ոլորտում էլ վերահսկողությունը զրոյական է։ Տարբեր տեսչություններ պարբերաբար հանդես են գալիս հաշվետվություններով։ Փակվել է այս սննդի կետը կամ բենզալցակայանը, կամ էլ արտադրամասը, այսինչ նորմը խախտելու համար։ Իսկ երբևէ լսել եք, որ ինչ որ նորմեր խախտելու համար էսթետիկ բժշկության ծառայություններ մատուցող հաստատություն տուգանվի կամ ժամանակավոր փակվի։ Գործառույթն այդ վերապահված է առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին։ Լիցենզավորված գործունեության հետ կապված մի քանի գործառույթ ունեն։ Բացի տեսչական տուգանքներից, նրանք պետք է միջնորդագիր գրեն եկամուտների կոմիտե, հարկային մարմինը, որովհետեւ չլիցենզավորված գործունեությունը նաեւ տուգանվում է առանձին տուգանքով, որպես չլիցենզավորված գործունեություն, եւ երկրորդ անգամ մարարքի կրկնությունը անգամ քրեական պատասխանատվություն է ենթարկում։ Պարզ է, որ գեղեցկության ինդուստրիայի բոլոր մասնակիցներին հնարավոր չէ ստուգել։ Պարզապես պարբերական ստուգումներով անհրաժեշտ է ոլորտի բոլոր ձեռնարկատերերին ուղղել մեկ հաղորդագրություն։ Պետք է աշխատել սահմանված նորմերին համապատասխան։ Գուցե եւ կա նաեւ այսպես քաղաքական կամքի դրսևորման խնդիր, որ մենք տեսնում ենք, որ անդադար շարունակվում են այդպես չլիցենզավորված գործունեությունները, որի արդյունքում մենք ունենում ենք բավականին լուրջ առողջության խնդիրներ։ Լավագույն դեպքում տեսնում ենք իրազեկման մի, այսպես ասած, թռուցիկ իրենց կայքում, որը հասկանալի է, որ բնակչությունը ոչ բոլորն են, էլի տեսչական մարմնի կայքին հետևում։ Մյուս խնդրի լուծմանը ստուգումները չեն կարող օգնել, քանի որ ոլորտը ենթակա չէ լիցենզավորման։ Խոսքը համացանցային հոգեթերապևտների մասին է։ Ժամավճարով օնլայն սեանսներ, բազմապիսի հոգեբանական թերապիաներ, տարաբնույթ խնդիրների լուծում։ Լավ է հնչում։ Իսկ եթե նման ծառայություններ մատուցողը չունի համապատասխան որակավորում, Պրոբլեմները սկսում են այնտեղ, որտեղ որ մարդիկ հայտարարում են իրենց որպես հոգեբան խորհրդատու, հոգեթերապևտ նմանավանդ, չունենալով դրա կրթությունը, դրա հնարավոր իրավունքները դրա հետ գործ ունենալու, այդ ոլորտում գործ ունենալու, եւ ըստ այդմ էլ կարծես վկայակոչում են մի ամբողջ հիմնարար գիտակարգ, որին չեն տիրապետում։ Եվ ստեղ այո կան խնդիրներ, մանավանդ այն իրավիճակում, որում հայաստանյան հոգեբանական դաշտն է, որում չկա պետական վերահսկողություն։ Կա ենթադրություն, որ հոգեթերապևտի ծառայություններ մատուցողների մի մասը կյանքի դժվարին փուլում ուսումնասիրել է հոգեբանություն սեփական խնդիրները լուծելու համար։ Հետո համարել է, որ արդեն ամբարած գիտելիքներով կարող է նաև ուրիշներին չակելտավոր օգնել եւ գումար վաստակել։ Դու կիրառելու ես այն, ինչ ուղղակի գիտես, ինչ լսել ես, ինչ կարդացել ես, ինչ հասկացել ես գուցե լավագույն դեպքում, եւ առնվազն չես օգնելու, որոշ դեպքում կարող ես վնասել ինչով, որ կպնել, այսպես ասած, որոշակի կետերի, էմոցիոնալ կետերի մարդու եւ չտալ նրան բավարար հմտություններ ինքնակարգավորվելու դրանցով։ Խնդիրն այն է, որ սխալ թերապիայի հետևանքները մարդը կարող է զգալ շատ ավելի ուշ եւ չգիտակցել, որ վիճակի վատացման պատճառը չակերտավոր հոգեբանի սխալ աշխատանքն է եղել։ Ուրիշ օրինակներ կան, երբ որ կարող են իրականացնել միաժամանակ աշխատանք թե այդ անձի հետ, թե իր ընդհանրեն կողակցի ամուսնու կամ կնոջ հետ, առանձին նույնիսկ չասելով այդ անձին, որ կապվելու են
են նրա ամուսնու հետ, մտնել ընտանիք, հա, խառնել ինչ որ այնտեղ հարաբերություններ եւ կապեր, տալ ուղիղ ցուցումներ, թե ինչ պիտի անի կինը, որ ամուսինը իրան լավ զգա եւ հակառակը։ Լինում են նաեւ դեպքեր, երբ հոգեբանը մտնում է հոգեբուժության դաշտ, չունենալով դրա համար անհրաժեշտ գիտելիքներ։ Մենք ունենք հոգեբաններ, որոնք վերագնահատում են իրենց հնարավորությունները եւ օրինակ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեր քաղաքացիները, որոնք ռեմիսիայի մեջ են, իրենք փորձում են դեղորայքներ հանել եւ փորձել իրենց այդ տարբեր թերապիաներով բուժել եւ ունենք նաեւ ավելի վտանգավորը հակառակը, երբ որ հոգեբանները որոշում են, որ իրենք դեղորայքներ պետք է նշանակեն։ 2000-ականներին Գերմանիայի որոշ քաղաքներում կար մի լուրջ խնդիր։ Փողոցում թափված աղբի 40%-ը կազմում էր ծխախոտի մնացորդը, ժողովրդի լեզվով ասած բիչոկը։ Քաղաքային իշխանությունները մատների արանքից էին նայում այս երևույթին։ Հետո մտքափոխվեցին, սահմանեցին 120 եվրո տուգանք եւ ակտիվացրեցին փողոցներում պարեկող ոստիկաններին։ Խնդիրը լուծվեց։ Հիմա առակս ինչ կցուցանե։ Այն կցուցանե, որ եթե ինչ-որ ոլորտում պետական վերահսկողությունը բացակայում է, ապա առաջանում են մեծ խնդիրներ։ Եվ էական չէ խոսքը Հայաստանի, թե Գերմանիայի մասին է։ Արմեն Նաթալյան, Գրիգոր Հովսեփյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Վթարի պատճառը եղել է Զիլ Մակնիշի բեռնատարի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Հալալ քրտինքով աշխատող գյուղացի, երևի բանջարեղեն էր տանում հանձներ, որ մի 2 կոպեկ փող աշխատի, ու ինչ, այս ճակատագրին պիտի արժանանար։ Իսկ գուցե վարորդը փորձել է խուսափել ճանապարհը կտրող հետիոտնի հետ բախումից ու աչք քաշելով մեքենան հարվածել է նաև կայանված Մերսեդեսին։ Երևի վրայերտից հետո նոր բախվել է, չէ՞։ Դին հայտնաբերվում է կնոջ գլխարկի վայրից գրեթե 800 մետր հեռավորության վրա, լճի մեջ, մոտ 1.5 մետր խորությունից։ Մի բան բռնեց, հա, ոնց որ։ Սարսափելի է, ժողովուրդ ջան։ Մեքենայից տարբեր հեռավորության վրա 3 դի հայտնաբերեցին։ Մահացածներից մեկը ստեղ հայտնաբերվել է։ Երևան-Սևան մայրուղին հանրապետության ամենալայն եւ բանուկ ճանապարհներից մեկն է։ Վարորդները կհաստատեն, որ շատ հատվածներում երթևեկելի գոտին 3 գծից է բաղկացած, որտեղ երթևեկությունը հաճախ անցնում է ժամում 150 կիլոմետրի սահմանը։ Երևի կմտածեք, որ եթե մանրամասն նկարագրում է Երևան-Սևան մայրուղին, ուրեմն պատրաստվում է խոսել այդ հատվածում տեղի ունեցած ինչ-որ պատահարի մասին։ Իրավացի եք, ու ցավով ողբերգական ելքով պատահարի։ Շամշյանը պատմում է, որ երբ ահազանգ է ստացել, թե այդ ճանապարհին քաշակով բեռնատարը բախվել է թույլատրելի հատվածում կայանած Մերսեդեսին, այնուհետև վրայերթի ենթարկել մեքենայից իջած 2 երիտասարդների, մտածել է, որ դժվար թե խոսքը արագության գերազանցման մասին լինի։ Ինչու՞։ Որովհետև գազ 53 ու արագություն հասկացությունները անհամատեղելի են։ Հետևաբար խոսքը կամ վարորդի զգոնության բացակայության, կամ հետիոտների անզգուշության մասին է։ Ասել է, թե նախաքննական մարմինը պետք է հստակ պատասխանի մի հարցի. արդյոք տղամարդիկ փորձել են կտրել լայն ճանապարհը։ Մի բան սակայն ակնհայտ է. եթե վարորդը, թե հետիոտները պահպանեն երթևեկության անվտանգության կանոնները, 20-ամյա երիտասարդը հաջորդ օրը հիվանդանոցում չէր մահանա։ Այնպես որ պետք չէ ամեն ինչ բարթել ճակատագիր ասվածի վրա։ Անցած օրերին եւս մեկ անգամ համոզվեցինք, որ փրկարար ծառայության զարգացման համար ճիշտ հիմքեր են դրված։ Հիմքեր, որոնք ժամանակին դրել է երջանկայի շատակ Արմեն Երիցյանը։ Միգուշակեք, թե հիմա ինչ եմ ուզում ասել։ Խոսքը Հրազդանի ջրամբարում ժողովրդին հայտնի ծովինարի ափին տեղի ունեցածի մասին է։ Օրեր շարունակ փրկարարներն ու ջրասուզակները հսկայածավալ որոնողական աշխատանքներ էին իրականացնում 72-ամյա կնոջը գտնելու համար։ Սառցե ջրի տակ ժամերով մնալը ոչ միայն բարդ է, այլև կյանքի համար վտանգավոր։ Բայց փրկարարները դրան էլ դիմացան։ Ի վերջո, որոնողական աշխատանքների 4-րդ օրը ջրասուսակները դուրս են բերել կնոջ մարմինը։ Իսկ արդյոք դժբախտ պատահար է եղել, թե ինքնասպանություն, կպարզի նախաքննությունը։ Անցած օրի քրեական քրոնիկոնը դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, որ գերեզմանը մայրուղին ու ջրամբարը չդառնան, տեսանյութում։ Ժողովուրդ ջան,
ինքնավթարների մասին վերջին ժամանակահատվածում շատ ենք խոսում։ Ու եթե վնասները կրեն միայն ինքնավթարված մեքենաների վարորդները, այսօր ստիպված չէի լինի արձանագրել մի շատ տխուր իրողություն։ Վնասներ են կրում նաև այլոք, ընդ որում ֆատալ բնույթի, արդեն իրավունք էլ չունես մեքենան թույլատրելի հատվածում կայանես ու շունչ քաշես։ Ոչ մի երաշխիք չկա, որ չի հայտնվի մեկը, ով կզարկի մեքենայից, հետո էլ քեզ։ Քիչ անց կհասկանաք, թե ինչ նկատի ունենք։ Բայց սկսենք տեսանյութում Կոտայքի մարզում տեղի ունեցած երկու վթարներից, որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել մեր նախորդ տեսանյութերից, ինչը որոշները սարքել էին շահարկման թեման։ Չեմ ուզում շատ խորանալ, հասկացողը հասկացավ։ Անցնենք տեղի ունեցած պատահարների կատարված դեպքերի մանրամասներին։ Ահազանգը, որը ստացա օրը ցերեկով, էլի ինքնավթարի մասին էր։ Ըստ այդմ, Եղվարդ Զովունի ավտոճանապարհին ինչ-որ Infinity դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն եւ կողաշրջվել։ Էլի երկու վարկած կառաջադրեք, կամ ճանապարհին մերկասառույց է եղել ու վարորդը չի կարողացել կառավարել մեքենան կամ ուշադրությունը զբաղեցրել է ամեն ինչով, բացի բուն ճանապարհին հետևելով։ Առաջին վարկածը հանեք, որովհետև ինքս էլ մինչև դեպքի վայր հասնելը մերկասառույց չնկատեցի։ Երկրորդ վարկածը ուներ կյանքի իրավունք, մինչև այն պահը, երբ վարորդը 29-ամյա Հենրիկը, որը հրաժարվել էր արագ հասած բժիշկների հետ գնալ հիվանդանոց, չասեր, որ վթարի պատճառը եղել է Զիլ Մակնիշի բեռնատարի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ Եվ իսկապես, ինչպես տեսնում եք, Զիլը դեպքի վայրում իր համար կանգնած է։ Պարեկները պարզում են, որ այն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Գարունը, ինչ էլ անունա չէ այդ ցուրտ եղանակին։ Գարունի խոսքերից չհասկացվեց, վթարային իրավիճակ ստեղծել է, թե չէ։ Սկզբում մտածում էի, որ կարող է հարբած է, չի կարողանում նորմալ բացատրել, բայց ոչ, երկու վարորդներն էլ ենթարկվեցին սթափության փորձաքննության սթափ էին, այնպես որ պարոնայք պարեկներ ու իրավասու մյուս ոստիկաններ։ Խնդրեմ գլուխ հանեք ու ճշգրիտ պատասխան տվեք, չէ որ նաև դրանից է կախված արդյոք Infinity-ի վարորդը փոխհատուցում կստանա, թե ոչ։ Давай, գանցա։ Զգուշ բայց հետ քաշվեք։ Հիմա կարծնեք, թե ինչու են այսքան պարեկ հավաքվել նույն Զովունի Եղվարդ ճանապարհին։ Հա, ճիշտ լսեցիք, ժողովուրդ ջան։ Մեկ օր տարբերությամբ գրեթե նույն հատվածում երկու ինքնավթարի դեպք։ Իսկ այսքան պարեկ հավաքվել է, որովհետև ազանգողը չի մատնանշել ինքնավթարի կոնկրետ վայրը։ Նրանք էլ մի եկած ճանապարհ բաժանել են իրար մեջ ու հետո իրար գլխի հավաքվել ու տեսել են, թե ինչ հետևանքներ է ունեցել 25-ամյա Պարույրի Մերսեդեսով երթևեկելի գոտուց դուրս գալն ու բետոնե էլեկտրասյանը բախվելը։ Եղվարդի շտաբողությունը բավականին օպերատիվ ժամանեց, այս պահին արդեն վարորդին բժիշկները զննում են, ստուգում են վարորդին, հավանաբար կտեղափոխեն հիվանդանոց։ Ու ճիշտ էլ կանեն, որովհետև չես կարող իմանալ, մոտը ներքին արյունահոսություն կա, թե ոչ։ Երևի նկատեցիք, որ նախորդ դեպքում վարորդին չտարան ու շատ իզուր Պարույրին հարցրին, արդյոք խոչընդոտող մեքենա եղել է, այն էլ հուզված էր, մինչև վերջ իրականություն չէր վերադարձել։ Ոչինչ, Պարույր ջան, հուսանք հետդ ամեն ինչ կարգին է ու պատմել ես, թե ինչ է իրականում եղել։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Հիմա որ ասեմ, որ այս դեպքն էլ տեղի ունեցել Եղվարդ, բայց այս անգամ աշտարակ ճանապարհին, կասեք Շամշան, ես դու մի քանի օր փաստորեն Եղվարդից այն կողմ չես գնացել։ Հա, ժողովուրդ ջան, մի բան նույնիսկ մտածում էի ստեղ տուն վարձեմ, որ անընդհատ չգնամ գամ Երևան։ Լավ, կատակը դեն։ Այս դեպքում գործ չունենք ինքնավթարի դեպքի հետ, դասական վթար էր, երկու մեքենաների մասնակցությամբ։ Չնայած եթե Ford Transit-ին ենք ասում մեքենա, այս միթիկա Opel-ին պիտի սամակատ ասենք, սամակատ, բայց լավ էլ վնաս էր հասցրել Ford-ին։ Չէ, մի հոգի վիրավորան։ Դե մեքենաները ում է, ժողովուրդ եկեք հանը։ Արա գանում եք։ Այս կողմ եկեք տոնած չափ։ Ադի շի։ Արի։
Ինչպես նկատում եք, գործ ունենք ճակատային բախման հետ, ինչը նշանակում է, որ մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, թե որ մեքենայի վարորդը դժվար է ասել։ Ավելի ճիշտ իմ տարբերակը կարող եմ ասել, բայց սա այդ դեպքը չէ, որովհետև ասացին, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ու հիմա չգիտեմ, թե ինչ ճակատագիր ունեցավ նա։ Հետևաբար որևէ վարկած առաջ քաշելը մեծ պատասխանատվություն է ենթադրում ու նախ եւ առաջ հենց այդ մարդու եւ նրա հարազատների հանդեպ։ Մեկ այլ սարսափելի հանգամանք կար։ Ախր երբ ասում եմ կարկուտը ծեծած տեղնացեցում, ասում են այս Շամշանը 7 երգիտի, 7-ն էլ նույն բանի մասին է։ Մի խնդրում եմ հələ այս Օպելի մեջի ապրանքը նայեք էլի, հալալ քրտինքով աշխատող գյուղացի։ Երևի բանջարեղեն էր տանում հանձներ, որ մի 2 կոպեկ փող աշխատի։ Ու ինչ, այս ճակատագրին պիտի արժանանար, պարոնայք վարորդներ։ Այս բաժանարար գծերը, որ հաստ քաշում են, հենց ընենց չեն քաշում։ Կարելի է ասել, ձեր անվտանգության գծերն են, որոնք ինչպես այլ գծեր եւս, երբ անցնում եք, ունենում են ահա այսպեսի հետևանքներ։ Արագության ցուցիչները ֆիքսված են 0-ական դիրքում։ Իսկ հիմա տեսանյութի սկզբում նշածս դեպքի մասին, որ ասես մութա, մութ էլ չի, որ ասես մառախուղա, մառախուղ էլ չի։ Լավ, բայց ինչն է ստիպել խորհրդային արտադրության մեկ այլ մեքենայի ավտոքարշակով գազ 53-ի վարորդին 43-ամյա Աշոտին առավոտ ժամը 10:30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117-րդ կիլոմետրին բախվել թույլատրելի հատվածում կայանված Մերսեդեսին, այնուհետև վրաերթի ենթարկել մեքենայից այդ պահին իջած 20-ամյա հրայրին ու 35-ամյա Եղիազարին, այսինքն, ինչպես սկզբում նշել էի, գործ ունենք վթար վրաերթի հետ։ Չարենցավանի հիվանդանոցն չէ տարել։ Երևի վրաերթից հետո նոր բախվել է, չէ։ Նկատեցիք չէ, Մերսեդեսը կայանված է թույլատրելի հատվածում, եթե իրոք վրաերթը տեղի է ունեցել նախքան վթարը, տեղ կարելի է մտածել։ Նկատի ունեմ հանգամանքը, իսկ գուցե վարորդը փորձել է խուսափել ճանապարհը կտրող հետիոտնի հետ բախումից ու աճ քաշելով մեքենան հարվածել է նաև կայանված Մերսեդեսին։ Չգիտեմ, այս դեպքում եւս սխալ է որևէ վարկած պնդելը, որովհետեւ կատարվածի հետևանքը ի տարբերություն նախորդ մյուս դեպքերի ողբերգական էր։ Պատմեցին, որ նախքան իմացնելը օպերատիվորեն ժամանած Չարենցավան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները վիրավորներին տեղում նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխել Չարենցավան բժշկական կենտրոն, որտեղից էլ 20-ամյա հրայրին տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Դեպքից մեկ օր անց Երևան բժշկագիտական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվում, որ հրայրը գիտակցության չգալով մահացել է։ Այս պատմությունն են մասին է, թե որքան կարևոր է զգոնությունը, թե վարորդների, թե հետիոտների համար։ Դեպքի վայրի զրույցը ավարտվեց։ Մի դեպքի մասին, որը բավականին շատ նարդ ու ժամանակ խլեց ոչ միայն ինձանից, այլև օպերատիվ մի շարք ծառայությունների տասնյակ աշխատակիցներից։ Եվ ուրեմն մարտի 11-ին ժամը 15-ի սահմաններում ահազանգ է ստացվում, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում ժողովրդին հայտնի ծովինար ջրամբարում հավանաբար ջրահեղձ է եղել։ Հարցին, թե ինչու եք նման բան կարծում, ասում են, թե հայտնաբերել են գլխարկը։ Կար ժամանակ անց ահազանգողի նշած վայր հասած փրկարարները մոտ 2 ժամ Հրազդանի բաժնի ծառայողների ու կոտայքի բարեկների հետ որոնողական աշխատանքներ են իրականացնում, սակայն քաղաքացու մարմինը այդպես էլ չեն հայտնաբերում, որից հետո որոշվում է որոնողական աշխատանքներին ներգրավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներին ու ջրափրկարարներին։ Արդեն մոտ մի կիլոմետրի շարավղով նայել է։ Քաղաքը շատ տարածել է, չէ։ Ջրասուզակը տակնա, չէ Վահեն։ Ջրասուզակ Վահեին իրոք հալալ է։ Այ մարդ, այս սրտին ինչքան էլ պաշտպանիչ հագուս հագած լինի, ջրի տակ որոնողական աշխատանքներ տանելը իսկապես հերոսություն է։ Հպարտ եմ, որ նման հայրենակիցներ ունեմ։ Ոմանք կասեն, թե իրենց գործն են անում։ Ես էլ կպատասխանեմ, դե դուք էլ տենց գործ արեք։ Ինչևէ, Վահեի գլխավորությամբ ջրասուզակները մոտ 2 ժամ անպտուղ որոնական աշխատանքներ իրականացնելուց հետո ասում են, թե մթի պատճառով անիմաստ է շարունակել աշխատանքները ու որոշվում է գործի անցնել հաջորդ օրը։
Մինչ այդ իրավապանները պարզում են, որ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյան է եւ Ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։ Մի բան բռնեց, հա ոնց որ։ Էդի հատուկ կեռիկներ ա, չէ՞, Վիզան։ Հիմա բանի տակ է։ Կամրջի տակ է, հենց հիմա անդր։ Ստեղա խորտեղ, դե սաղարա։ Հիմա ուշադրություն։ Վայեն ու իր գործընկերները աշխատանքներ են տանում մյուս օրերն էլ, բայց ապարդյուն։ Եվ միայն դեպքից 4 օր անց ավելի ստույգ մարտի 14-ին 72-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվում ու դուրս է բերվում ափ։ Ընդ որում դին հայտնաբերվում է կնոջ գլխարկի վայրից գրեթե 800 մետր հեռավորության վրա լճի մեջ, մոտ 1.5 մետր խորությունից։ Թե ինչն է եղել ողբերգության պատճառը իրավապանները կպարզեն։ Իսկ ես ուզում եմ եւս մեկ անգամ երախտագիտությունս հայտնեմ փրկարարական թիմին նման սրտացավ ու պրոֆեսիոնալ գործունեության համար։ Եվ վերջում Երևան-Մեղրի ճանապարհի 213-րդ կիլոմետրին տեղի ունեցածի մասին։ Ողբերգություն, որը ցնցեց ամբողջ հանրությունը, որ ասում եմ մեծ թշնամի պետք չի, ասում եք ասեց, երիտասարդներ են, որ ճանապարհներին զոհվում են, որովհետև թքած ունեն երթևեկության կանոնների, մասնավորապես արագության գերազանցման վրա։ Ասեք, էս ինչի է նման էլի։ Հա, ճիշտ եք տեսնում ժողովուրդ ջան, սա նախկինում մեքենա է եղել, անունն էլ Opel Astra։ Թե ինչն է եղել բուն վթարի պատճառը, դա կպարզվի նախաքննությամբ, բայց որպեսզի ավելի հստակ պատկերացնեք, թե ինչ է կատարվել, վարորդը Տիգրանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մոտ 100 մետր գլորվելով ու բախվելով քարերին, հողաթմբերին հայտնվել է ձորում։ Դեպքի վայրում հավաքվածների համոզմամբ, եթե ունենար թույլատրելի արագություն, մեքենան կկարողանար կառավարել։ Իսկ հա կատարվածի հետևանքները ֆիքսելով կարող ենք պնդել, որ խախտել են նաև անվտանգ երթևեկի մեկ այլ կանոն՝ չեն ամրակապվել։ Սարսափելի է ժողովուրդ ջան։ Մեքենայից տարբեր հեռավորության վրա Սիսիանի փրկարարները, որոնց օգնության էին հասել նաև Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ծառայողները 3 դի հայտնաբերեցին։ 3 զոհ, մի վիրավոր։ Վիրավորին տեղափոխեցին Երևան։ Որից քոնի մետրա քարերին բախվե խեղճը, այլ տղերք քրդինքով փող վաստակող տղերք են եղել ճշտել են։ Մարմինները հայտնաբերվել են տարբեր հատվածներում։ Մահացածներից մեկը այստեղ է հայտնաբերվել։ Տեսեք մեջով չեք, արագցեք։ Մեծ դժվարությամբ է դուրս բերվում հատուկ ճոպանի միջոցով, հիմա տեսնում եք։ Դուրս են բերում անվտանգ վայր, որպեսզի տեղափոխվի ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես պետք է րոպեներ անց պարզվեր, վարորդը 21-ամյա Տիգրանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սիսիան բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով նրան տեղափոխեցին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Իսկ ահա ուղևորները՝ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկն ու նրա հասակակից Արմենակն ու Լևոնը տեղում մահացել են։ Ահա որ է ժողովուրդ ջան, զգոնության վայրկյանական կորուստ, բազմաթիվ հորդոր խնդրանքների անտեսում ու խնդրեմ հետևանքը։ Երիտասարդներ, որոնց կյանքը դեռ առջևում էր, որոնք դեռ շատ բան պետք է անեին իրենց հայրենիքի ու ընտանիքների համար, իսկ հիմա հայրենիքն ու ընտանիքները սգում են։ Համբերություն երիտասարդների ծնողներին ու հարազատներին, մյուսներին դաս, որպեսզի վարելու ընթացքում հաճախ չմտաբերեն արագության ոտնակն ու ուշադրությունը սևեռեն, բացառապես ճանապարհի վրա։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մարտի 29-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայազգին։